Մոտ մի 8-9 տարի է զբաղվում եմ համ հեծանիվով, համ վարում եմ, համ բիզնեսի մեջ եմ ու բավականին շատ թե արշավներ ենք կազմակերպել քաղաքից ստարտ ենք անում ու ինչ որտեղ ակետից բեկետ, հա, տեղաշարժվում, ուղեկցությունով մեքենայի ու ամեն ինչով։ Շատ ժամանակ է լինում, որ ես անձամբ հեծանիվ վարելու մեջ եմ լինում, հա, ավելի շատ հեծանիվ եմ վարում, քան մեքենա։ Եթե մանկությունն էլ հաշվենք, մոտ մի 20 տարի։ Նայեք, առավելությունները սենց փորձեմ, հա, մեկնաբանեմ։ Տեղ չի զբաղացնում, ամենաառաջինը, որ ես կարամ թե մայթերով քշեմ, թե կարամ, ասենք, մեքենաների հետ, հա, նույն ձևով ոնց որ մեքենաներն են։ Միջինում արագությունը, լավ սենց մեկնաբանեմ, միջինում հեծանիվի արագությունը 30-ից 40 կմ/ժ արագությունն է։ Չենք հաշվում երեխաների մասը, էլի, երեխաներին լրիվ առանձնացնենք էցի, որտեվ ընդհանուր պատկերի մեջ երեխաները հեծանվորդ չեն համարվում, էլի, հաստատ։ Մոտավորապես 30-ից 40 կմ/ժ ու դա լիովին հերիքում է, որ ես կարողանամ երթևեկության մեջ լիարժեք ինձ երթևեկության մի մասը զգամ, հա։ Ու ինձ թվում է, որ մեր քաղաքը ավելի շատ համապատասխանում է հեծանիվին, քան մեքենաներին կամ ավտոբուսներին կամ չգիտեմ, հա, ուրիշ փոխադրամիջոցներին։ Նայեք, ամենաառաջինը, որ օրինակ մի հոգի կամ երկու հոգի նստում են մի մեքենա մեծ ու տեղաշարժվում են շատ դանդաղ, համ էլ խանգարելով մնացածին։ Դա մեկ։ Երկրորդը, միշտ կայանատեղի խնդիր կա։ Միշտ Հայաստանում ես որ գալիս եմ կենտրոն, փորձում եմ մեքենաս մի հատ հեռու տեղ կանգնացնեմ, մտնեմ կենտրոն, գործերս անեմ հեծանիվով կամ առանց թեկուզ հեծանիվի, ոտքով, չգիտեմ, մետրոյով, ամեն ձևով, բացի տրանսպորտից ու մեքենայից։ Այդ երկուսը փորձում եմ մաքսիմալ բացառեմ, էլի, որտեվ ժամից ավել կենտրոնի մի հատվածից մյուս հատվածը գնալու համար պահանջվում է, որը որ կարա սուբսիդացնի, ոնց որ հեծանիվը, այդ նույնը անի 5-10 րոպեում, հա, մոտավորապես։ Մարդիկ կան, ովքեր որ, ասենք, իրանց հարմար չի կամ չեն կարում ֆիզիկական տկարության համար կամ չգիտեմ, հա, նման ինչ-որ խնդիրների համար, փառք Աստծո, գիտությունը այնքան է զարգացել, որ լավ հեծանիվներ արտադրել էլեկտրական ու էդ էլ խնդրեմ չի արդեն, էլի։ Բացի որ կնոպկով տարբերակա սխվում ես ու գնում ես, մի հատ էլ տարբերակներ կա, որ պեդալ ես տալիս, համ որպես առողջություն, համ օդի մթնոլորտը չի կեղտոտվում, համ որպես առողջություն, вообще շարժունակությունն է բարձրացնում, մարդկանց տրամադրությունն է բարձրացնում, դա այդ բոլորը գիտականորեն ապացուցված եմ ես ասում, էլի, ոչ թե փորձում եմ իմ փորձը փոխանցեմ, այլ գիտականորեն ապացուցվածն եմ ասում։ 5 րոպե եւ ավելի հեծանիվ քշողը իր տրամադրությունը բացառապես փոխվում է։ Եթե տենց վերցնենք քաղաքի կահավորվածությունը, քաղաքը լիարժեք կահավորված չի անգամ մեքենաների ու տրանսպորտի համար, հա, հեծանիվի համար вообще զրոյական է, այնտեղ միտեղ եթե չեմ սխալվում կենտրոնում անգամ հեծանվի երթուղի կա, որը որ կայանատեղի է ծառայում միշտ մեքենաների համար, ցավալի իրականությունն է, հա, ոնց որ դա, քաղաքում կենտրոնում այդ մեկը գիտեմ, եթե չեմ սխալվում, Եզնիկ Կողբացից փողոցի վրա է, ոչ մի անգամ չեմ տեսել, հա, որ կարելի է այդ ճանապարհով երթևեկել, միշտ այնտեղ կայանատեղի է, ու դա անգամ չի հսկվում, հա, որ այդ 50 մետրա թե 30 մետրա, եթե չեմ սխալվում, այդ մի փոքր տեղը երթևեկություն ամբողջ քաղաքի մեջ այդքան տեղը, նենց որ կահավորվածությունը ընդհանրապես բացառենք, ինչ մնում է հեծանիվը ոնց կարելի է, օրինակի համար ես սենց եմ պատկերացնում, հա, տարածաշրջանում բոլոր երկրները մեզանից մեծ են, դրա համար չեմ կարող ոչ մի երկրի օրինակ բերեմ, բայց իմ կարծիքն եմ ասում որպես այդպիսին, կարելի է օգտագործել ավտոբուսների գիծը օրինակ, հա, մայթերի վրա մի քիչ ճիշտ չի լինի ենթադրում եմ 30-ից 40 կմ/ժ արագությունով ինչ որ մայթերի վրայով հեծանիվ քշել, նույնը մոփեդը, նույնը, չգիտեմ, էլեկտրական ուրիշ նմանատիպ ինչ որ փոխադրամիջոցներ։ Ինձ չի թվում, որ դա կարա ճիշտ լինի, ինչքան էլ որ բարեկները, ոստիկանները պնդում են, որ գնացեք մայթերով քշեք կամ չգիտեմ։ Ընդհանրապես դա ճիշտ չեմ համարում, էլի։ Դա դաժե համարում եմ անգրագիտություն ինչ որտեղ։
ինչ մնում է կահավորվածին, ինձ թվում է կարա օգտվի ընդհանրապես ավտոբուսի առանձնացված երթուղու այդ կոդուց, հա։ Հեծանիվը որ դառնա փոխադրամիջոց, դա բավականին բարդ է, հա, Հայաստանում, նախ առաջինը մենտալիտետի մեջ պետքա փոփոխություն լինի, մարդկանց, որ սկսեն հանդուրժել հեծանվորդին։ Չգիտեմ, ենթադրում եմ մեքենա քշողների մեծամասնությունը, մանավանդ թանկարժեք մեքենաների, բոլորի մոտ տպավորությունն է, որ եթե հեծանիվ է, ուրեմն մի 20-30 հազար դրամ ինքը արժի, բայց չեն պատկերացնում, որ իրանց թանկարժեք մեքենայի գնին կամ դրանից ավել կարա լինի հեծանիվ, հա, բայց դա դնենք մի կողմ, դա ինչ-որ բան չի, հա, ձևավորում, մակարդակ չի ձևավորում, այլ ընդհանրապես պետք է լինել հանդուրժող հեծանվորդի նկատմամբ, հեծանվորդն էլ պետք է ուղղակի գիտակից լինի, ինձ թվում է եվրոպական երկրներում շատ օգտագործվում է հեծանվի վարորդական վկայական։ Եվրոպայում օրինակ ես գիտեմ, այնտեղ շատ կապի եմ, հա, միշտ իմ ապրանքները միշտ գալիս է Եվրոպայից։ Կա, եթե չեմ սխալվում, 25 կմ/ժ արագությունը գերազանցող, դրանից ավել գերազանցող հեծանիվները բոլորը, ովքեր որ վարում են, պարտավոր են ունենալ վարորդական վկայական։ 25 կմ/ժ արագությունը դա Եվրոպայի ստանդարտն է, որը որ բոլոր էլեկտրական հեծանիվները ենթարկվում են դրան։ Եթե կա ավել արագություն, պարտադիր պետք է վարվի վարորդական վկայականով, ոնց որ իսկական վարորդը։ Ու կողմ չեմ նրան, որ ասենք 15-16 տարեկան երեխան պետք է վարորդական վկայական ունենա, նոր հեծանիվ կարողանա վարի, բայց մինիմումը, որ պետք է պահի, այն ամենաներքևի շեմը, հա, ոնց որ սաղավարտը պարտադիր պետք է ունենա, ակնոցները պարտադիր պետք է ունենա։ Քշելու ժամանակ շատ խոչընդոտներ են լինում, որ վթարի պատճառ են դառնում, հա, փոքր ինչ-որ փոշու հատիկ ու կարա վթար առաջանա դրանից։ Ենթադրում եմ գոնե անվտանգությունը պետք է կարգավորել, այ օրինակ բարեկը, որ կանգնացնում է, չգիտեմ, տուգանում է, որ ինքը փողոցում է քշում 5-10 հազար դրամ, լավ կլինի տուգանի սաղավարտ չունենալու համար, ոչ թե փողոցում երթևեկության հետ համընթաց վարելու համար, որտեվ 30-ից 40 կմ/ժ իրականում լուրջ արագություն է հեծանիվի համար, որ եթե Աստված չանի, մի հատ երեխու կպավ, մի հատ, չգիտեմ, տարեց մարդու կպավ, իրականում կարա լուրջ հետևանքներ ունենա, հա։ Դրա համար մի քիչ գիտակից մոտեցող բարեկները հիմնականում չեն կանգնացնում, գոնե ինձ։ Դե չնայած չեն էլ հասցնի կանգնացնեն։ Իսկ ինչ մնում է, տենց կահավորանքին ինձ թվում է լուրջ թերություն ունենք մենք կահավորանքի։ Օրեցօր միանշանակ տենդենսը ավելի բարձրանում է, հեծանիվին ավելի հիմնականում տարեցները ու շատ ավելի երիտասարդները, հա, այն միջին շեմը 30-ից երևի 40 տարեկանը, մեկը դեռ այն մենտալիտետին է, որ հեծանիվը մանկական ինչ-որ խաղալիք է, չի վերաբերվում որպես փոխադրամիջոց, բայց գնալով ենթադրում եմ մեր վարչապետի միակ ու անկրկնելի լավագույն որոշումներ, որ հեծանիվին մի փոքր շնչելու տեղ է տվել, այն առումով, որ ինչ-որ վարկային արտոնություններ ունի, ինչ-որ տոկոսը սուբսիդացնում է, հա, ուսանողներին բան, ինչ-որ սուբսիդավորում է, հա, տոկոսները որոշակի ամբողջությամբ չէ, բայց ստեղ մի հատ էլ ուրիշ բայց կա, հա, որ առաջինը չեն հետամուտ չեն լինում, հա, որ այդ հեծանիվը ճիշտ տեղում լինի, ճիշտ մտքին ծառայի, հա, ոնց որ սենց ասեմ, որտեվ իրանք ասում են արտոնություն ենք տալիս, դուք կարող եք գնալ ապառիկ վերցնել, չգիտեմ ինչ որ, սուբսիդավորում ենք, բայց չեն ասում որտեղ պետքա դա օգտագործվի։ Դպրոցներին հեծանիվներ է բաժանվել, հա, բայց այդ հեծանիվ դպրոցի ֆիզղեկներին, հա, ֆիզիկական ոնց է իրանց անունը։ Հա, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին ընդհանրապես ոչ մի միջոց չեն տրամադրում, որ այդ հեծանիվը կարողանա ծառայի իր նպատակին։ Ուղղակի իրանց, չգիտեմ, պատվալներում կամ չգիտեմ որտեղ դրած է։ Մի քանի դպրոց ես անձամբ գիտեմ, էլի, որ այնտեղ ուղղակի դրած է։
այդ վարչապետի գավաթ բան այդ մրցույթներին տանում են քշում են այնտեղ, վերցնում բերում նույն ձև դնում են պատվալ։ Այդ երեխեքը ընդհանրապես չեն էլ քշում այդ հեծանիվը։ Այսինքն այն մտքին, որ պետքա ծառայացնեն այդ տվյալ, հա, այդ հեծանիվը ընդհանրապես զրոյական է։ Արվելա կիսատ։ Գնանք այնտեղ թե ինչքանով է տենդենս աճում ընդհանուր, հա, մնացած Երևանում սենց մեկնաբան եմ, որտեղ մարզերում вообще մահացած վիճակ է։ Օրեկան փորձում ենք հնարավորինս զարգացնել։ Ուղղակի սենց մի հատ էլ հարց կա հարկային պարտավորության հետ կապված, հարց կա ներմուծման հետ կապված, հա։ Նայեք, ես հեծանիվը ներմուծում եմ, ասենք 2-3 հազար դոլարանոց հեծանիվ, ու դա միջինում նորմալ գին է, հա, հեծանիվ, նորմալ որակի հեծանիվի համար, դա նորմալ միջին վիճակագրական հեծանիվ է։ Ինքը բարձր կատեգորիա չի, չգիտեմ ինչ չի։ Հայաստանի մերկեքով դա կարա բարձր կատեգորիա համարվի, հա, թանկարժեք համարվի, բայց ինքը միջին ստատիստիկայով դա թանկարժեք չի, միջին կարգի հեծանիվ է։ Ես ասենք թե 2000 դոլարանոց հեծանիվ եմ ներմուծում, իր 15%-ը պարտավորվում եմ վճարեմ որպես հարկ։ Ես չեմ դժգոհում, հա, դրանից։ Ես պարտավորվում եմ նույնպես վճարեմ, փոխադրամիջոցի գումար, ու այդ 2000 դոլարանոց հեծանիվը իմ համար մոտավորապես 3000 դոլար արժեք ունեցավ արդեն։ Կարող է մի քիչ, հա, 2700 կամ 800, չգիտեմ։ Այդքան արժեք ունեցավ։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք, ինչի է, որ պետքա մարդ 30 կամ 50 հազար դոլարանոց էլեկտրական մեքենա բերի, չմաքսազերծի, չէ, չափսերով անհամեմատ մեծ, անհամեմատ, ընդհանրապես համեմատելի չի, անհամեմատ ավելի թանկարժեք, որպես խոտան, հա, պետության համար, որ վերջը մեկ այդ մեքենան խոտանվելու է, որպես թափոն, էլ չեմ ասում ինչքան մեծական հեծանիվը, ինքը չի մաքսազերծվում, հեծանիվը մաքսազերծվում է։ Կլինի էլեկտրական, կլինի սովորական, ինքը մաքսազերծվում է։ Հեծանիվը պարտադիր է։ 200 եվրոից ավել ինչ եղավ, ինչ մտավ Հայաստան, հա, կլինի բարեկամներդ նվեր կուղարկեն, թե ինչ կանեն, ինքը մաքսազերծման ենթակա է 200 եվրո եւ ավել։ 100,000 դրամ, լավ, Հայաստանի դրամով ասեմ, 100,000 դրամից ավելը ենթակա է մաքսազերծման։ Էդ էլ արտոնյալ հարկ է համարվում ինչ-որ կամ արտոնյալ ինչ-որ բան։ Հիմա ուզում հասկանամ դրա խթանելն է, տենց ուզում եք խթանեք հեծանիվը, թե խոչընդոտեք հեծանիվին։ Այդ եմ ուզում հասկանամ։ Ինչքանով է դա արդարացի, որ ես հեծանիվ եմ բերում, մթնոլորտը չեմ աղտոտում, պետության տարածքը մեծ հաշվով չեմ էլ օգտագործում, հա, տանում եմ տունը, դնում եմ այդ հեծանիվը։ Թափոնի տեսանկյունից անհամեմատ ավելի քիչ տոննաների թափոն եմ տալիս, որ պետությունը պետքա վաղումից որ դրանից ազատվի, ու ես վճարելու եմ դրա համար մաքսատուրք, ինքը չի վճարելու։ Չգիտեմ այդտեղ ինչքանով է, հա, դրա ճշմարտությունը որտեղ է։ Ես բերում եմ դետալ հեծանիվի համար, այսօր մարդիկ շատ հեծանիվներ չեն ուզում առնեն, չեն վերցնում պրոստը հեծանիվ, որովհետև իր համար դետալ դժվար է ճարել։ Ես բերում եմ Եվրոպայից դետալ, Չինաստանից պրոստը ավելի թանկ է գալիս շատ ժամանակ էլի։ Ես բերում եմ Եվրոպայից իմ դետալները, իմ ամբողջ այդ հնարավորությունը բոլորը Եվրոպայից է, հա, թե հեծանիվը օգտագործած, թե բանը, դետալները։ Դետալները արդեն նոր։ Ես բերում եմ, ասենք թե 1000 եվրոյի դետալ, տարբեր, իմ համար հաշվում են մի հատ բրոկերի գումար, որտեվ այդ ինչ-որ բրոկերային ծառայություն կա, տենց, որ պետք է ապրանքները, ապրանքագետը գա, սենց տող գրանցի, եթե չեմ սխալվում, 3 թե 4 տեսակ անուն ապրանքից ավել, արդեն բրոկերային արժեք է հաշվվում, գումարվում է դրան 15%, ու նոր ես կարող եմ մաքսազերծեմ։ Այսինքն, եթե 1000 եվրոյի, ասենք թե, հա, դետալ բերեմ, 800 եվրոն պետք է մաքսազերծվի 15%-ով, այդ լավագույն դեպքում, հա, եթե բարեխիղճ գտնվեն այնտեղ այդ դամոժնիկները, չգիտեմ հայերեն ոնց է։ Չէ, սահմանապահը մի քիչ
մաքսային ծառայողները, հա, եթե մի քիչ բարեգութ գտնվեն մաքսային ծառայողները, ես կվճարեմ դրա 15%-ը պլյուս բրոկերային առանձնացված արժեք։ Ամենաառաջի կարևոր հարցերից մեկը, որ պետք է կարգավորվի, ամենաառաջինն է, հա, ինձ թվում է հեծանի պարտադիր, չգիտեմ, պարտավոր, ոնց կուզեն կհասկանան, հա, պետք է դառնա առօրյա օգտագործվելիք։ Այսինքն մի փոքր ընդհանրապես արտոնություն տան հեծանիվին, որ հեծանիվին չի կարելի խեղտել, օրինակ բարեկները կանգնացնեն, ասեն հելի գնա ծառերի վրով քշի, կամ չգիտեմ, օթերով քշի, բայց փողոց դուրս մի արի։ Չէ, կարելի է իրանց համար ուղղակի բարեկարգել, ասենց մի օրինակի համար, հա, ասենց մեկնաբանեմ։ Աջ եզրային գոտով, մաքսիմում աջ եզրային գոտուց կարա ինքը հանգիստ երթևեկի, բայց դա միջազգային օրենքով եմ ասում, էլի, այն ինչ որ ամրագրված է միջազգային օրենքով։ Միջազգային օրենքով ասում է, եթե օրինակ հեծանվային արահետը վերջացավ, դու իրավունք ունես աջ եզրային գոտով քշելու, իրավունք չունես հետիոտնի ճանապարհով քշելու։ Դու իրավունք ունես աջ եզրային գոտով քշելու, բայց ձախ թեքվել ոչ մի դեպքում իրավունք չունես, պետք է հասնես բանին հետիոտնային անցումին, իջնես հեծանիվից վերցնես փողոցը անցնես ու էլի դնես շարունակես քո հեծանվա վարումը։ Դա ինձ թվում է Հայաստանում, եթե իհարկե ուզում ենք խթանենք, հա, ոչ թե ձևեր ենք թափում, ոնց որ շատ հարցերում։ Եթե պետքա խթանվի, ուրեմն ենթադրում եմ դա ամենաառաջի կարևոր բանն է, որ սարքենք առօրյա մի մաս։ Մեր առօրյայից մի մաս։ Ոնց որ մենք օրինակ հաց ենք ուտում կամ գնում գործի գալիս ենք, նույն ձևով պետքա լինի առօրյայի մի մաս։ Եթե չդարձավ առօրյայի մի մաս, միշտ էլ լինելու է մենտալիտետի այն տարբերակը, որ մարդիկ մտածելու են հեծանիվը դա մանկական խաղալիք է։ Դա մանկական խաղալիք չի, դրան պետքա շատ ավելի լուրջ վերաբերվել, հա։ Ինչքան այ սենց անլուրջ վերաբերվեցին, ինչքան փորձեցին խեղտեն։ Հա, ես համոմիտ եմ, դեմ չեմ նրան, որ ես պետքա հարկ տամ, հա։ Ես դեմ չեմ, մինչև օրս տվել եմ, ես մի 8-9 տարի հարկ տալիս եմ ու չեմ էլ բողոքում, հա, այդ հարկ տալուց։ Բայց եթե պետքա զուգահեռներ դնենք, մենք խթանում ենք, թե խոչընդոտում ենք, միանշանակ մեր արածը ավելի շատ խոչընդոտել է, քան խթանել է։ Եթե պետքա իրան նույն ձև հարկենք ինչ որ այն մարդը, որ օրական $1 միլիոն ենթադրում եմ կամ չգիտեմ, քանի $1000 եկամուտ ունի, նույն ձև պետքա ինքը հարկվի, ուրեմն վստահ եմ դա խոչընդոտել է։ Եթե ես որ լինեի, սենց մեկնաբանեմ, հա, որ ես ինչ որ հնարավորություն ունենայի խթանելու հեծանվային ոլորտը, ու պետական մասշտաբով եմ ասում, ես ամենաառաջինը կազատեի հարկերից բոլոր հեծանվային ինչ որ ռեսուրսներին, հա, ովքեր որ ներկրող են, չգիտեմ ինչ, մեծ խանութների մասին չեմ ասում, որ ովքեր որ ասենք $1-2 միլիոն են արժենում կամ չգիտեմ $100,000 են արժենում, այդ մեծ խանութների մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որոնք որ միջոցառումներ են կազմակերպում, հա, տենց չգիտեմ ինչն է պատճառը, որ պետական մասշտաբով այսքան քիչ է, հա, вообще այն երկրներում, որտեղ որ հեծանվային սիրողական մակարդակը բարձր է, իրանց մոտ շատ ավելի առաջընթաց ունի այդ հեծանվային առօրյան, ոնց որ, հա, ասում եմ բանը, եթե ուզում ես երկիրդ ինչ որ սպորտաձևով լավը լինի, իր սիրողական կատեգորիան շատացրու, որտեվ այդ շատից է, հա, որ որակ է դուրս գալու, քչից շատ քիչ է, դժվար է որակ հանելը, բայց շատից որակ հանելը հնարավոր է։ Ես բանը այդ մի պահ տենց մտածեցի այդ ուղղությամբ ու հասկացա խի են մեր ըմբիշները, շտանգիստները, բան աշխարհի մակարդակով տենց լուրջ իրականում արդյունք ունենք, հա, այդ դրանից, որտեվ ամեն անկյունում իրար ծեծում են։ Ամեն անկյունում իրար ծեծում են, փաստացի տենց է։ Ու դրանով է, հա, ոնց որ մեր ըմբիշները, չգիտեմ, շտանգիստները կամ չգիտեմ, ուրիշ ինչ որ ուժային, հա, ուժային ինչ որ սպորտաձևեր մեր մոտ ավելի զարգացած է, խի, որովհետև ամեն անկյունի վրա մեկը մյուսին ծեծում է, չգիտեմ, ինչ որ պրոբլեմներ են սարքում, հա։ Հիմա միտքս ինչ է, եկեք հեծանիվներ սարքենք։ Չէ, եսի կատակ էր, հա, ոնց որ թեմայից դուրս։ Հա, այն երկրները, որոնք որ
իրանց սիրողական շեմը, հա, ոնց որ կարելի ասել, սիրողական շեմը, որը որ ավելի հասունացած է, ավելի բարեկարգված է, հա, չգիտեմ էլ ինչ բառ կարելի ասել, իրանց պրոֆեսիոնալ կատեգորիան շատ ավելի լավ վիճակում է, քան մեր երկրներում։ Մենք հեծանիվից մի հատ Եվրոպայի չեմպիոն ենք ունեցել վերջի 10 տարին, մենակ իրան եմ հիշում, դա էլ մի անգամ, չգիտեմ, բախտի բերմամբ թե պատահմամբ, թե իրականում ինքը կարար, չեմ կարա էլի այդ հարցին պատասխանեմ, անձամբ չեմ ճանաչում իրան, շատ հարգանքով եմ իհարկե իր մասին խոսում հիմա, բայց չգիտեմ, ես իրան չեմ ճանաչել, չեմ կարա իր որպես մարդ տեսակ կամ որպես սպորտսմեն տեսակ ինչ որ բան ասեմ, բայց գիտեմ մի բան, վերջի 10 տարվա մեջ երևի թե մենակ իր անունն եմ լսել։ Եթե ոչ 20 էլի, տենց վերջի 10-ն եմ հիշում, կարող է իրանից առաջ էլի մարդիկ են եղել։ Մարդը, որ իր հեծանիվը, օրինակ Եվրոպայում է ապրել, տենց գալուց իր հեծանիվը իր հետ ուզում է բերի։ Կամ ինձ ուզում է նվեր ուղարկի, հա, իմ բարեկամը հեծանիվ։ Լավ հեծանիվ է տեսել, արա լավ ուղարկում է ծնունդիս նվեր։ Ես դրա համար պարտավորվում եմ հարկ վճարեմ։ Մի հատ հեծանիվ, որ բերել եմ, ես պետք է իմ անձնական շահերին, անձնական միջոցների համար օգտագործեմ։ Փոխադրամիջոց, ասենք առաքիչ եմ աշխատելու կամ չգիտեմ, էական չի, ինչ եմ անելու։ Իմ անձնականն է, որ ես պետք է իմ անձնական միջոցների համար օգտագործեմ, հա։ Ես դրա համար պետք է հարկվեմ։ Իսկ այն մարդը, որ կարա 10 հատ էլեկտրական մեքենա բերի, ինքը չպետք է հարկվի։